Ֆինանսների նախարարի շուրջ կոռուպցիոն սկանդալների թեմաներով քննարկումները շարունակվում են։ Փաստաբանական համայնքի ներկայացուցիչներն էին հայտարարել, որ Վահե Հովհաննիսյանի նկատմամբ հնարավոր է քրեական վարույթ հարուցվի։ Ինչպես է ստացվել, որ ֆինանսների նախարարը 0% վարկ է ստացել, Քեռու անունով էլ շինություն գրանցել։ Ուղիղ հարց նախարարին՝ Վահե Հովհաննիսյանը կոռուպցիոն գործարքների մեջ է եղել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացնում կամ իրականացրել վերջացրել է, ստատուսի մասին տեղյակ չեմ։ Այդ ուսումնասիրության շրջանակներում ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տրամադրել եմ ամեն ինչ, ինչ որ հնարավոր էր։ Ես չեմ հրավիրվել որևէ այլ մարմնի կողմից եւ որովհետեւ ինչքան հասկանում եմ, այդ դատական գործը ոչ թե իմ դեմ էր, այլ դատախազության, որը չի քրեական հետապնդում հարուցել։ Ենթադրում եմ նաև այն պատճառով, որ այդտեղ հարուցելու որևէ բան չկա։ Լավ, այդ դեպքում ինչպես է Վահե Հովհաննիսյանը անտոկոս վարկ ստացել ֆինանսների նախարարը, պատմությունն այսպես սկսեց։ 2020-ի պատերազմից հետո ընկերներով որոշել են տեխնոլոգիական պարկ հիմնադրել։ Ֆինանսների նախարարի ընկերներից մեկը գումար է ներդրել այդ գործի մեջ, որն ըստ Հովհաննիսյանի ձևակերպվել է որպես պարկ։ Ընկերությունն էլ ղեկավարել է Վահե Հովհաննիսյանը։ Հետո ըստ նրա ինքը ստանձնել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնը, այդ գործունեությամբ չի զբաղվել եւ այդ պարտքն ու ընկերությունը փոխանցել է երրորդ անձի։ Ինչ վերաբերվում է արտոնություն ստանալուն, ապա ճիշտ ասած ես տեղյակ էլ չեմ եղել այդ արտոնության պատմության հետ կապված։ Ֆինանսների նախարարությունը այդ process-ում ուղղակի ստուգում է արդյոք թղթերը ճիշտ են ձևակերպված, ճիշտ են լրացված, համապատասխանում է ԱՏԳ կոդերը իրենց սահմանված ձևաչափին եւ ԵԱՏՄ ֆորմատին եւ ստացել է այդ արտոնությունը։ Եվ ընդհանրապես Հովհաննիսյանը չի համարում, որ ինքը կոռուպցիոն սկանդալում է հայտնվել։ Որովհետեւ ինչ որ մեկը որոշել է ինքը իրան գովազդի իմ ինչ որ մի բանի հաշվին։ Հիմա եթե ես հայտարարեմ, որ կամ ինչ որ մեկը ձեզ մեղադրի ինչ որ մի անհեթեթ բանի մեջ, դա չի նշանակում, որ դուք հայտնվել եք այդ սկանդալի մեջ։ Եթե դատարանը կուսումնասիրի կամ որ համապատասխան մարմինները կուսումնասիրեն եւ կհամարեն, որ այդտեղ խնդիր կա, ապա բնականաբար կպատասխանենք, կներկայացնենք բոլոր հիմնավորումները եւ համապատասխան գործողություններ կհետևեն դրան։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որպես քրեական գործ հարուցելու հիմք նշել էր Վահե Հովհաննիսյանի կողմից G-Coder ընկերությանը տրամադրած 52.5 միլիոն դրամի չափ փոխառությունը։ Կառավարության որոշմամբ այդ նույն ընկերության նկատմամբ կիրառված 1.5 միլիարդ դրամ արժողությամբ ապրանքների ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունը։